Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի բտիկներ հնդկաձավարի փլավով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի անոսկր բտիկներ, բանջարեղեն, սոյա սոուս, մեղր, մանանեխ, արթֆուտ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիք։ Սրանք հիմնական բաղադրիչներն էին, դե ինչ, սկսենք, տեղադրում ենք տախտակը։ Հանում ենք հավի անոսկր բտիկները, վերցրել եմ 750 գրամ հավի բտիկներ, անոսկր, ինչ ենք անում նրանց հետ։ Կտրում ենք չափա բաժինների, ասենք ամեն բուդը, կարծում 3 մասի վատ չի։ Այն կերպ մշակում ենք մնացած բտիկները։ Անմիջապես փոխում ենք դաննակը և տախտակը։ Արի այստեղ։ Համեմում ենք բտիկները, մարինացնում։ Կհամեմ եմ մառանիք ընկերության ծովի աղով, 4 պղպեղով, չորացրած օրեգանո, երկու ճաշի գթալ քունջութի յուղ ենք լցնում և լավ տրորում։ Թող մնա, մոտ կես ժամ մարինացվի։ Այժմ հավի բտիկների համար պատրաստենք սոուս։ Գործ ենք դնում փոքրիկ կաթսան, լցնում ենք 1 ճաշի գթալ քունջութի յուղ, 1 թեյ գթալ մեղր, 2,5 ճաշի գթալ սոյա սոուս, գթալը փոխենք, սիլիկոնը գթալով ավելի հարմար կլինի։ Մեկ թեյ գթալ մանանեխ, 2,5 ճաշի գթալ Artfood ընկերության չիլի քեչուփ, որը պատրաստվել է տեղական լոլիկից։ Ինձ հարկավոր է նաև կոճապղպեղ,
2 սանտիմետր կլպենք և կերենք։ Մեկ մեծ պճեղ սխտոր, անմիջապես քերում ենք կոճապղպեղի հետ միասին։ Դու ազատ ես։ Կես թեյի գտալ մառանիկ ընկերության աղ, հենց թանձրացավ, տեղափոխում ենք ապակյա թասի մեջ։ Գործ ենք դնում մեծ տապակը, լցնում ենք քունջութի յուղ, մոտ 2 ճաշի գթալ, ավելացնում ենք 1 ճաշի գթալ ձիթայուղ, և տապակում ենք հավի բդիկները, որոնք արդեն բավականաչափ մարինացվել են։ Նախքան տապակելը առաջարկում եմ ալրապատենք մարինացված բդիկները։ Ինչով ենք ալրապատելու։ Մառանիկ ընկերության հնդկաձավարի ալյուրով։ Շատ համեղ է ստացվելու, շատ համեղ։ Այսպես լցնում ենք ալյուրը տոպրակի մեջ, լցնում ենք բդիկները, այսպես շատ ավելի համեղ կստացվի և հյութալի։ Տոպրակը այնպես ենք փակում, որ օդ մնա, որից հետո թափահարում ենք, այսպես։ Եվ սկսում ենք տապակել, կաշվով դեպի տապակը, այսպես ընտրում ենք և դնում ենք, ընտրում ենք և դնում ենք։ Մսակտորները 2 կողմից կտապակենք և կհանենք սիլիկոնե գորգ փռած տապակի վրա և նույն տապակի մեջ կտապակենք գլուխ սոխ, որ այժմ կնախապատրաստեմ։ Ինչու ժամանակ կորցնենք։ Սոխը կտրատենք փետրածև։ Ասեմ, որ այդքան էլ պարտադիր չի, որ մսակտորները կարմր են։ Սրանց վրա քսելու ենք սոս և ուղարկելու ենք ջեռոց։ Այսինքն դեռ ջերմային մշակման ենթարկվելու են։ Թող մյուս կողմել թեթևակի կարմրի։
Ասեմ, որ ալերապատում եք մսակտորները այդքան էլ չեն կարմրում։ Ջեռոցը պետք է տաք լինի, կմիացնեմ, գրիլ եղանակով 200 աստիճան, թող տաքնա։ Տապակը վերադարձնում ենք կրակին և տապակում ենք սոխը։ Անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Այժմ սոուս ենք կսում մսակտորների վրա։ Մարանիկ ընկերության քունջութ ենք շաղ տալիս։ Սա ուղարկում ենք 200 աստիճան ջեռոց, կարծում եմ 12 րոպեն բավական է, մինչ այդ հավի բդիկների համար կպատրաստենք խավարդ հնդկաձավարով և բանջարեղենով փլավ։ Սոխը տապակվում է, կավելացնեմ սոխին, քաղցր և կծու պղպեղներ, կվերցնեմ մեկ քաղցր պղպեղ կարմիր և կծու հալապենո, կկտրատեմ մանր խորանարդիկների երկուսն էլ։ Հեռացնում ենք հալապենոյի պատղակոթը և սա էլ ենք մանր կտրատում։ Ջեռոցը բարձր աղ մկում եմ։ Տեսնենք ինչ վիճակ է։ Հրաշալի, կարծում ավելի շուտ կարելի այն հանել։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա գազարն է, մեծ գազար, փոքր գազար, 1 գազար, կտրատում ենք մանր խորանարդիկների։ Կառաջարկեմ օգտագործել նաև նեխուրի ցողուն, մեկ ցողուն,
կտրատում ենք նույն կերպ։ Համեմում ենք Artfood ընկերության լոլիկի մածուկով եւ աջիկայով։ Լոլիկը պատրաստված է հայկական տեղական լոլիկով։ Սեզոնին հավաքում են, պայեստավորում են եւ ահա ձեզ քաղցր համեղ լոլիկի մածուկ։ 2 ճաշի գտալ լոլիկի մածուկ ենք օգտագործում, 2 ճաշի գտալ աջիկան, Artfood համի արվեստ։ Շատ համեղ է։ Հերթը հասավ հնդկաձավարին։ Կվերցնեմ Մարրանիկ ընկերության հնդկաձավար, 1 բաժակ, քիչ մեծ բասարա, թող արագ լցվի։ Հնդկաձավարը հոսող ջրի տակ լվանալու ենք։ 1.5 թող լինի։ Ջուր տակ հասնենք, եռացնենք ջուրը։ Մինչ այդ խառնենք, թող հնդկաձավարը իր մեջ առնի բանջարեղենից առաջացած սոուսը, որից հետո վրան կլցնենք եռացրած ջուր։ Մեկ ու կես բաժակ հնդկաձավարին ավելացնում ենք 3 բաժակ եռացրած ջուր, ևս մեկ անգամ խառնում ենք, ծածկում ենք կափարիչով եւ մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչեւ ջուրը գոլշանա, որից հետո կմատուցենք հավի հետ կարելի է զարդարել կերակուրը թարմ կանաչու տերևներով։ Հավի բդիկներ հնդկաձավարի փլավով։ Հավի անոսկր բդիկները հարմար չափի կտրատել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, քունջութի յուղով, թողնել կես ժամ մարինացվի։ Սոուսի համար քունջութի յուղ, մեղր, սոյայի սոուս, մանանեխ, չիլի կետչուպ, կոճապղպեղի քերած արմատ, սխտոր խառնել, համեմել կես թեյի գթալ աղով, եփել, հենց թանձրանա, կրակից վերցնել։ Հավի մսակտորները պատել հնդկաձավարի ալյուրով, քունջութի յուղի եւ ձիթայուղի խառնուրդով 2 կողմից տապակել, տեղափոխել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, մսակտորներին սոուս քսել, քունջութ շաղ տալ, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով 10-ից 12 րոպե խորովել։ Միսը տապակելու յուղով սոխեռած անել, հենց սկզբից համեմել աղով, շաքարավազով եւ սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած քաղցր պղպեղ, հալապենո կծու պղպեղ, գազար, նեխուրի ցողուն ավելացնել, համեմել լոլիկի մածուկով, աջիկայով, հնդկաձավար լվանալ, լցնել բանջարեղենի վրա, խառնելով 1-ից 2 րոպե տապակել, 3 բաժակ եռացրած ջուր լցնել, ծածկել, եփել մինչև հեղուկը քաշվի։
Մատուցել հավի բդիկների հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի քարաչիկ, բանջարեղեն, ծխարված կարմիր պղպեղ, արթֆուտ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե առանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։